Ողջույն բոլորին, շատ ուրախ ենք, որ կրկին Բարև Օլիմպոսի հետ եք։ Այսօր 100 տարվա ընկեր ունենք մեզ, որի հետ ուսանողական տարիներից եկել հասել ենք այսօրեր եւ վերջապես տեսնում ենք քեզ մեր տաղավարում։ Իսկ նա ասենք, որ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի բյուրոյի անդամ եւ մարզիկների հանձնաժողովի նախագահ Արսեն Ջուլֆալակյանն է։ Բարև Արսեն։ Ողջույններս, բարև ձեզ։ Շատ ենք սպասել քեզ։ Շնորհակալ եմ, սիրով ընդունել եմ հրավերը։ Կարոտել էինք Արսեն, 2 տարի առաջ ենք հանդիպել օլիմպիական խաղերին, գրեթե 2 տարի։ Այո։ Հայաստանում չէիր, Արգենտինայում էիր, ինչ կար, ինչ չկար։ Ինչու էիր գնացել, շատերն ասում էին, հա, Արսենն էլ գնաց։ Չէ, ամբողջ աշխարհում է իրականում, նոր նշեցիք գործիս մասին, հա, ըմբշամարտի բյուրոյի անդամ, զուտ մոտ մի տարի ավելի շատ կարող եմ ասել, որ ընտանիքս էր այնտեղ։ Ես Հայաստանից էլ, երբ որ Երևանում եմ, հա, գրեթե ամիս չկա, որ 2 շաբաթ 10 օր չբացակայեմ իմ այդ գործուղումներով, հրավերներով տարբեր, հիմնականում ըմբշամարտի այդ միջազգային ֆեդերացիայի շրջանակներում, հա։ Այնտեղ էինք, գլխավոր պատճառը աղջկաս թենիս խաղալն էր, պրոֆեսիոնալ թենիս է խաղում Դիվյանան ու իրականում պատճառները եթե մենք փոքր ավելի սկզբից գամ, չգիտեմ, եթե հերիքի ժամանակը եւ նաեւ ուղղվածությունը, որտեղ պատճառները այլ էին, բայց ընդրեցի Արգենտինան, որ եւ լեզուն սովորի եւ թենիսը զարգացնենք, առաջատար թենիսի երկրներից մեկն է եւ նաեւ ես մի փոքր ավելի կենտրոնանամ իմ հենց ըմբշամարտի գործունեության վրա, կարողանամ այս ռեստարտ անեմ հաշվի առնելով են քաղաքական անվտանգային իրավիճակը, ինչ որ կար Հայաստանում եւ կա, այդպես մոտ այս կարելի ասել երկար արձակուրդի մեջ է, բայց իրականում աշխատանքային լրիվ։ Բայց դու Արսեն կարիերատ ավարտել էիր եւ որոշեցիր վերադառնալ, ներկայացրեցիր մի ընթացք Արգենտինան, ինչու էր նման որոշում կայացրել ու ինչ տվեց քեզ այդ վերադարձը։ Փաստորեն ինչ էլ անեմ քաղաքականից չի լինի հետևել, որովհետեւ պատճառները հենց քաղաքական էին իրականում։ Լավ, մի փոքր բացենք փակագծերը։ Եղել են հարցազրույցներ, որտեղ մասամբ շատ հակիրճ անդրադարձ կատարել եմ, երբ 21 թվականին միասին էինք, հա, հունիսին, երբ պաշտոնապես ավարտեցի կարիերաս մարզիկի, նշել եմ, որ բացարձակ գոհ եւ շնորհակալ եմ ըմբշամարտից եւ երբեք մտքումս չկար նման բան վերադառնալու նորից մեծ սպորտ, ակտիվ մարզիկի կարգավիճակում, այլ հակառակ, հենց այս գործից, որը կա բյուրոն, արդեն այլ ճանապարհ էր դեպի ադմինիստրատիվ աշխատանք, դեպի բարձրաստիճան սպորտային պաշտոն եւ այլն։ Ուղղակի առաջին 44-օրյա պատերազմի այդ պարտությունից հետո առաջին այդ հատվածը մի քանի ամիսը հոգեբանորեն շատ ծանր եղավ եւ ինձ համար եւ ընտանիքիս եւ բացարձակապես կորցրել էի մոտիվացիան որևէ բանի հանդեպ։ Առհասարակ, կարծես ուղղակի ֆիզիկապես լինեի, բայց մնացածը չկար։ Եվ նաեւ դա եղավ պատճառը, որ որոշեցի Տոկիոյի համար այլևս չպայքարել։ Ուղղակի չէի կարող մարզվել, հետաքրքիր չէր ոչ մի բան։ Իսկ նման վիճակում իհարկե չես կարող արդյունավետ որևիցե գործունեություն ծավալես։ Դա խորը հետք էր թողել հիշողությանս մեջ, դե իշքան ծանր օրեր էին։ Եվ երբ եղավ Արցախի ամբողջական հանձնումը, արդեն երկրորդ փուլը, հա, հասկացա, որ եթե չգտնեմ, եթե չանեմ ինչ-որ մի ոչ ստանդարտ քայլ, հավանաբար նույն բանը կրկնվելու է կամ մի փոքր ավելի կարող է բարդ, ավելի վատ, ավելի ծանր հետևանքներով։ Հավատացնում եմ ձեզ, դա շատ բարդ է բոլոր մակարդակներում, ընտանիքի հարաբերություններ, ընկերների հետ, շրջապատում, հատկապես երբ դու հանրային մարդ ես։ Քո գործունեությանը եւ ուղղակի համընկավ այդ փուլը այն առաջարկի հետ, որը ստացա Արգենտինայից, երևի վերուստ է դա, այլ ձևի չես կարող բացատրես, կրկնեմ, երբեք նպատակ չեմ ունեցել վերսկսել մարզումներս։ 3 տարի անց։ Այո, ուղիղ 3 տարի անց այդ վիճակում
Շվեյցարիայում էի միջազգային կոնֆերանսի աշխատանքային եւ երեկոյան ուղղակի ճաշի սեղանի շուրջ երբ տարբեր երկրների ներկայացուցիչներ էին նստած Արգենտինայից նման առաջարկ եղավ, որ միգուցե կցանկանաս 4-րդ օլիմպիական խաղերի մասնակցել մի բան, որը եւ համարում եմ եւ հիմնավորում եմ, ապացուցում եմ, որ ինձանից ուղղակի խլել էին անաշտար ձևով 4-րդ օլիմպիական խաղերի մասնակցելու իմ իրավունքը։ Գիտեք, այդ պատմությունը կան ամբողջ YouTube-ում, մամուլում եւ այլն, այդ չանդրադառնանք դրան։ Այդ գիտեք ինչի էր նման, երբ ուղղակի ճիշտ սեղմակին են սեղմում 4-րդ օլիմպիական խաղեր, միանգամից ոնց որ կայս լիներ։ Դե առաջի հարցը, որ ինքս ինձ տվեցի, բայց ինչ մարզավիճակում եմ ես։ Դադարից հետո։ Այո, առողջ ապրելակերպը մի բան է, պրոֆեսիոնալ մարզվելը մեկ այլ։ Ամենօրյա։ Այո, ամեն օր մարզվում եմ, բայց ինձ համար հեծանիվ եմ քշում, թենիս եմ խաղում, լողում եմ եւ այլն։ Մասեցի մտածեմ, հասկանամ։ Տեսնեմ թե ինչքանով է պատրաստ մարմինս, ես ցանկություն կա չկա։ Հետո եղան ինչ եմ ասում, քաղաքականից չեն կարող խուսափել։ Հետո եղավ սրբազան պայքարը, որը ցավոք ձախողվեց։ Այդտեղ էի, երբ ռումբեր գցվեցին մեր հայրենակիցների վրա, ուղղակի բախտի բերմամբ մեզ չկպավ ինձ եւ իմ ընկերներին, եւ երբ դա եղավ եւ ցավոք սրտի կազմակերպիչները այդ ցույցերի, աշտար ցույցերի պահանջի դադարեցրեցին պայքարը, որոշեցին, որ այդ փուլում պետք է այլևս չլինի պայքար, հասկացա, որ առաջիկա ամիսներին, եթե ոչ տարիներին, այլևս լավ բան սպասելու, փոփոխության սպասելու իրատեսական հնարավորություն չի լինելու Հայաստանում եւ միանգամից որոշեցին ընդունել այն առաջարկներից այն մեկը, որը ինձ համար տվյալ պահին ամենաընդունելի էր հաշվի առնելով հենց աղջկաս ֆակտորը, որովհետև կար առաջարկ, նաև երկու առաջարկ այլ երկրներից, լրիվ այլ ոլորտ, այսինքն ոլորտը էլի սպորտային պարզ է մշամարտ, բայց ոչ մարզիկի կարգավիճակում, այլ հենց ղեկավարի։ Մարզիչ թե։ Չէ, ես մարզչության հետ կապ չունեմ, ադմինիստրատիվ, կառավարման, զարգացման, սպորտի, անունը թույլ տվեք երկրների չնշեմ, կանգնեցի Արգենտինայի վրա եւ նաեւ հենց այդ որ նշեցի, հա, առաջարկը 4-րդ օլիմպիական խաղերի, սկսեցի ակտիվ մարզվել, շատ լավ էր գնում, ամեն ինչ իդեալական էր, մրցաշարերի գնացի, մեկ մրցաշարի եւ ինձ համար անսպասելի, երևի այդ ծանրաբեռնվածությունն էր, որին պատրաստ չէր մարմինս, մի անգամից մտա, կարճ ժամանակի պատճառով վնասված ստացա, շատ ծանր վնասված ոտքի, որը պահանջում էր կամ վիրահատություն, կամ 8-ից 10 ամիս վերականգնում։ Իսկ դու ժամանակ չունեի։ Ես ժամանակ չունեի, մնացել էր 50 օր վերջին վարկանիշային մրցաշարին, 24 թվի հունվարն էր։ Ու որոշեցի ռիսկի գնալ, այդպիսի ոտքով, երբ այդ ոտքով նույնիսկ քայլել խորհուրդ չի տրվում, կապեցին շատ ուժեղ, ընդամենը 40 օր Գերմանիայում շատ արագ ինտենսիվ բուժումներ անցկացրեցի, վերականգնողական, շնորհակալ եմ իմ անձնական բժիշկներին, հրաշք կատարեցին, որովհետև եթե որոշեի չգոտեմարտել, 1.5 ամսում այնպես էին ոտքի կանգնացրել, որ մարդիկ տեսնեին, չէին մտածի, որ այդպիսի վնասվածք եմ ունեցել, որովհետեւ պատկերացնեք, վնասվածքի հաջորդ օրը չէի կարող ոտքս բարձրացնել։ Ընդամենը 30 օր հետո մարզվում էի։ Բայց դա այն չէր, ինչ որ պետք էր օլիմպիական վարկանիշ նվաճելու համար։ Ափսոսանք կա, որ չստացվեց 4-րդին մասնակցել։ Ափսոսանք մի քանի շերտով։ Նախ մեկ, որ վնասվածքի պատճառով եղավ։ Մի բան է, երբ դու մրցես, պարտվես, հասկանում ես, որ ուղղակի պատրաստ չէիր։ Մի բան է, երբ դու տեսնում ես, որ ընդամենը մեկ ոտքով գոտեմարտում ես ու պարտվում ես մեկ միավորով։ 3-2 պարտվեցի գոտեմարտը, այդպիսի վիճակում, հա։ Իսկապես մի ոտքով էի ու պլյուս չէի մարզվել։ 50 օր ես ոտք էի բուժում, չէի կարող մարզվել։ Դրա համար եմ ափսոսում, որ վնասվածքի պատճառով չեղավ, եւ երկրորդը, որը մի փոքր այլ ափսոսանք է, մնում եմ այն մտքից, որ 20 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերին ես պետք է մրցեի եւ պետք է առնվազն մեդալով վերադառնայի, հաշվի առնելով ամբողջ օբյեկտիվ պատկերը, ինչ որ կար այդ օլիմպիական խաղերին։ Հետաձգում,
մասնակից մարզիկների ցանկ, ովքեր էին մասնակցում, ով հետո հաղթեց, իմ մարզավիճակը, եթե իհարկե մի վերապահումով, եթե իհարկե պատերազմը չլիներ, որովհետև նման պայմաններում ես ի վիճակի չէի։ Այսինքն, այսպես եթե ներով շատ բան կարող ենք ասել, բայց ափսոսանքը այդպեսին է, քան այն թե վայ ինչի չմասնակցեցի 4-րդ օլիմպիական խաղին, չէ, շատ հասուն եւ շատ գիտակից եմ դրան մոտենում, առհասարակ խորհուրդ է նաեւ մեր երիտասարդ սերնդին սպորտով զբաղվելիս, պրոֆեսիոնալ սպորտով զբաղվելիս միայն չկենտրոնանան արդյունքի վրա, այլ հասկանան ընթացքը, վայելեն ընթացքը, որովհետեւ եթե միայն կենտրոնանան արդյունքի վրա, դա շատ կարճ է։ Դու կենտրոնանալու ես ակնթարթների վրա։ Իսկ ընթացքը տարիներ են, տասնամյակ է կամ տասնամյակներ, օրինակ իմ դեպքում 2 տասնամյակ, հա։ Եվ եթե դու հաճույք չես ստանում բուն process-ից, ընթացքից, սկսած նրանից ինչպես ես գնում մարզումին, ինչպես ես տրամադրվում մրցումներին, ճանապարհորդությունները, շփումները քո թիմակիցների, ընկերների, մարզիչների, ամբողջ աշխարհի քո հանրույթի, հա, իմ դեպքում ըմբշամարտի աշխարհի։ Պատկերացրեք այդ ակնթարթները հաղթանակի, այն էլ երաշխավորված չեն այդ հաղթանակները։ Որոշ մարզիկների մոտ ցավոք սրտի դրանք երբեք չեն լինում։ Դրա համար պետք է ամբողջ ընթացքը վայելել։ Ես իդեալական ապրել եմ եւ վայելել եմ այդ ամբողջ ընթացքը։ Եվ փառք Աստծո, շնորհակալ եմ երևի թե եւ այն մարդկանց, ովքեր կողս էին եւ ինքս ինձ, որ շուտ հասկացա դա, որ պետք է ինքդ հասկացար Արսեն, թե այո, երևի թե 24-25 տարեկան է, գրականությունից բնականաբար, կարտալուց, ուսումնասիրելուց հասկացա, որ պետք չի միայն կենտրոնանալ այդ մի պահի վրա, այդ մի ակնթարթի, հա, այլ պետք է ընթացքը վայելել։ Ու հասկանում եմ, որ դա շատ կարճ է։ Ես այսքանը չէի պլանավորում, այսքան երկար։ Ես միշտ ասել էի, Ռիոյից հետո օֆիցիալ հայտնել էի, որ Տոկիոյով վերջացնելու եմ։ Ու մտածում էի, իսկ հետո մի ամբողջ կյանք դեռ առջևում կա, հա։ Ափսոս չի, ընդամենը մի քանի հաղթանակների վրա կենտրոնանալ, իհարկե ափսոս է, եւ անհաշտար է սպորտի հանդեպ։ Սպորտը միայն այդ պահը չի։ Այնքան նրբություններ կան, որոնց վրա պետք է կենտրոնանալ, գնահատել։ Այդ սպորտը կյանքի մեծ դպրոց է։ Մարդու ձևավորման, կայացման մի հետաքրքիր ճանապարհ, ու դու դա հիանալի ես անցել, ցույց ես տվել թե քո ուսման նկատմամբ մեծ սիրով, թե ձեռքբերումներով եւ քո կողքին եղած մարդկանցով։ Առաջին հերթին նաեւ հայրիկդ է շատ մեծ ներդրում ունեցել, չեն կարող չնշել պարոն Ջուլֆալակյանին, նրա օրոք մեր հավաքականը աշխարհում լավագույններից մեկն էր։ Ինչպես է նա ազդել եւ ոչ միայն քեզ վրա, մի ամբողջ սերնդի, ըմբշամարտի մեր եւ մեծ ավանդ ունի մարզաձևի կայացման գործում։ Շնորհակալ եմ խոսքերի համար։ Իհարկե, բաներ կա, որ փաստ է։ Նույնիսկ եթե շատ ուզես, չես կարող ջնջել, վերացնել։ Լևոն Ջուլֆալակյանի դեպքում դա նրա 20 տարվա սպորտային մասշտական գործունեությունն է, փայլուն գործունեությունը, երբ ստացավ գրեթե եթե չօգտագործենք քայքայված, բայց շատ ծանր վիճակում գտնվող հավաքական օբյեկտիվ պատճառներով, հետխորհրդային շրջան, անկախության ծանր շրջան, պատերազմ, արտագաղթ, բանակի սպորտում դա մեծ խնդիր է, գիտեք հաստատ, բանակի խնդիրներ, մարզիկները մեծ թվով ուղղակի լքում էին երկիրը եւ չկար ֆինանսական միջոցներ, 99 թվի մասին է խոսքը, եւ հետո կարողացավ 20 տարվա ընթացքում շարունակաբար պահպանել է թիմի որակը անընդհատ վերելք ունենալով եւ միշտ գտնվել աշխարհի top 5-7 թիմի մեջ, դա արդեն փաստ է, դա չես կարող ուղղակի ջնջես կամ ուրանաս եւ շատ հերիքչի սերմ միջոցներով, եթե համեմատում են մեծ թիմերի հետ, անհամեմատելի է, չես կարող ուղղակի համեմատես, եւ երկրորդ ամենաբարդ փուլում։ Ինչի ամենաբարդ փուլում։ Դա մասնագետները կհասկանան ինչ որ ասում եմ եւ դուք վստահ Հիմա աշխարհակաղակական վիճակը այնպեսին է, որ ինքներդ եք տեսնում տարբեր մրցումների մի ամբողջ թիմ կամ թիմեր զրկվում են մասնակցության իրավունքից կամ սպորտաձևի առաջատար մարզիկը չի մասնակցում, լիդերը չի մասնակցում։ Նման պայմաններում դառնալ աշխարհի չեմպիոն կամ օլիմպիական չեմպիոն եւ դառնալ օլիմպիական չեմպիոն, երբ բոլորը մասնակցում են լավագույն թիմերով, լրիվ այլ դժվարություն է։ Մեր դեպքում
Լևոն Ջուֆալակյանի դեպքում այն փուլն էր, երբ կար քիչ թե շատ համաշխարհային կայունություն, խաղաղություն, հարաբերական եւ երկրները գոնե սպորտում եւ մշակույթում չէին պատերազմում եւ կար իրական սպորտային մրցակցություն։ Հիմա այդ մրցակցությունը մտել է քաղաքական դաշտ եւ այլևս արտար չի, ազնիվ չի եւ մաքուր չի եւ ամենակարևորը սպորտային չէ։ Ուղղակի քաղաքական նպատակներով արկել էր մարզիկներին մասնակցել մրցումներին եւ հաշվի առնելով այդ հակիչն ինչ որ ասեցի, հա, այդ իրավիճակը այն ինչ կարողացավ անել Լևոն Ջուֆալակյանը գնահատվում է ամբողջ աշխարհում եւ տեսնում են եւ գնահատականը նաեւ դուք ինքներդ ներկա եղաք 24-ին Փարիզում մենք նշեցինք, որ հանդիպել ենք, բայց ասենք, որ պարոն Ջուֆալակյանը ընդգրկվեց ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի Փարքի սրահում, ինչը մեծ պատիվ է։ Մենք այնքան ուրախ էինք։ Հա, եւ իրոք հիմա էլ ասեցի շքաղվեցի, հիշեցի այդ օրերը։ Հիասքանչ օրեր, աննման, շատ գեղեցիկ էր կազմակերպված, շատ երջանիկ եմ, որ եւ ես ներկա գտնվեցի եւ դուք եղաք։ Եվ պարոն Ջուֆալակյանն այնքան երջանիկ էր այդ օրը։ Այնքան սիրուն էր, որ այդպես մեծարում են մարդուն ու դու տեսնում ես, թե ինչպես է աշխարհի մակարդակով հայտնի եւ գնահատված ու հարգված պարոն Ջուֆալակյանը։ Շատ ուրախ եմ, որ ներկա եղաք եւ ինքներդ ձեր աչքով տեսաք, երբ ես եմ այդ մասին խոսում, որոշ լեզուներ կարող են ասեն օբյեկտիվ չէ, որտին է, հա։ Դուք տեսաք, ես միշտ Լևոն Ջուֆալակյանի մասին խոսելիս հիմնականում խոսում եմ որպես նրա մարզիկներից մեկը, նրա առաջատար սաներից մեկը, ոչ թե նրա որդին։ Պարզ է, նա իմ հայրն է, ես նրա որդին եմ եւ երբ գալիս եմ ընտանիքին, արդեն հանդես եմ գալիս որդու դիրքերից, բայց պրոֆեսիոնալ մակարդակում, սպորտի մակարդակում բոլորը կփաստեն, բոլոր օբյեկտիվ մասնագետները կփաստեն, որ մեր հարաբերությունները այդպես են եղել, մարզիկ-մարզիչ։ Համոզում եմ, ճիշտն ասած, որ նա ինքը համաձայնի եւ իր ընդրած եթերում երևի ոդքասթի տարբերակով, որ ժամանակը խոսալու ավելի երկար լինի եւ ուղղակի նստի վավերագրական փաստերի նման, հա, պատմի, թե ինչպես են այդ 20 տարիներն անցել, ինչպիսի բարդությունների միջով է անցել, երբ օրինակ դարիչները չեն ջերուցվում, սնունդ չկար, աշխատավարձ չկար, մարզիչներին ուղղակի энտուզիազմի հաշվին էր պահում, հա, աշխատում էին զուտ նվիրվածության շնորհիվ կամ գալիս էին պարապմունքից հետո գնում էին մեկ այլ տեղ գումար վաստակելու եւ շատ հաճախ ոչ լավագույն աշխատանքներին, բայց թիմը կայացավ 99-ին դարձավ հավաքականի գլխավոր մարզիչ, 2001-ին արդեն աշխարհի չեմպիոն, ի պատիվ այդ ժամանակվա քաղաքական ղեկավարության շատ մեծ եւ պրոֆեսիոնալ մոտեցում դրսեւորվեց ըմբշամարտին կոնկրետ, ես խոսում եմ հիմա միայն ըմբշամարտի մասին, մյուսների մասին թող մյուսները խոսեն, եւ տրված էր գլխավոր մարզչին բոլոր այն անհրաժեշտ լիազորությունները եւ իրավունքները, ինչ որ պետք են մեծ նվաճումների հաղթանակների հասնելու համար։ Դրա համար մարզիչը իր տեղում էր, մարզիկը իր տեղում էր, ղեկավարը իր տեղում էր։ Ամեն ինչ դասակարգված է շատ ճիշտ ձևով։ Երբ այդ ամեն ինչը խառնվում է, ինչպես օրինակ այսօր, հա, շատ ոլորտներում, եթե ոչ բոլոր ոլորտներում, արդյունքը տեսնում ենք ինչպես այսօր։ Եթե վերադառնանք այդ դեպքում այսօրվան, Արսեն, ըստ քեզ մեր հայկական սպորտում միշտ եղել են խնդիրներ, դու էլ շատ լավ գիտես, մենք էլ գիտենք, ինչն է այսօր ավելի սրվել, որ ամեն ինչ ավելի ակնհայտ է դարձել։ Թե եղել է չեն բարձրաձայնել, թե քաոսային իրավիճակ է ստեղծվել։ Տեսեք, որևէ ոլորտ չի կարող անթերի լինել ցանկացած երկրում, նույնիսկ ամենազարգացածում։ Հիմա խոսում ենք այսօր սպորտի մասին, շատ լավ գիտեմ սպորտի խնդիրները, բոլորը, դուք առնվազն գիտեք, որ ժամանակին ամեն ինչ գնում էր նրան, որ սպորտի նախարար լինեի, երբ դեռ կար սպորտի նախարարությունը երջանկահիշատակ, բայց դա նորից քաղաքական է, հիմա մի պատ թողենք, այդ ժամանակը կներիք շարունակենք, ԿԳՄՍ-ի անցումը ինչպես եղավ, ինչպես գոնե սն հնարավոր եղավ փրկել, որովհետև ընդամենը անունը ուզում էին ԿԳՄ դնել, ինչքան պայքարեցի դրա համար, ինչպես ստացվեց, դա եթե ժամանակ կներիք խոսենք։ Ինչ եղավ եւ ինչ կա այսօր հայկական սպորտում։ Եթե մեկ բառով բնորոշենք, պարակտում։ Ուղղակի պարակտում ես ոլորտը, ստեղծում ես հակասող բևեռներ, իրանք սկսում են իրար դեմ պայքարել,
արդյունքում դժում է ամբողջ ոլորտը։ Երբ եղավ այդ պարակտումը։ Հենց նշած ժամանակվանից, երբ որոշվեց նախարարությունը փակել, դարձնել ԿԳՄՍ եւ ընդունել որպես կառավարման ձև այդպիսի մեթոդիկա։ Իսկ ինչի շուրջ են Արսեն տարաձայնությանը բերել։ Տարաձայնությունները ամենատարբերը կարող են լինել։ Մեկի մոտ անձնական է, մեկի մոտ ֆինանսական է, մյուսի մոտ հենց սպորտային է։ Միշտ կարող ես տարաձայնություն գտնել այնպիսի ոլորտում, ինչպիսին սպորտն է։ Մեկը օբյեկտիվ է, մեկը ոչ սուբյեկտիվ է, հա։ Միշտ տարաձայնություններ կարելի է գտնել, եթե կա նման նպատակ։ Երբ ինչ-որ մի քաղաքական թիմ նման նպատակ է դնում, որ պետք է տարաձայնությունների վրա աշխատել, այլ ոչ միավորելու եւ առաջնորդելու, արդյունքը լինում է այն, ինչ այսօր կա։ Բայց քաղաքական թիմը ընդհակառակը Արսենաս ուրախանում է մեդալներով, թվերով նշում են ինչքան է աճել այդ մեդալների քանակը, Հայաստանում տարբեր առաջնություններ են կազմակերպում։ Անդրադառնանք այս ծավալուն հարցին։ Հիմա բացատրեմ ինչի է շատ ծավալուն։ Նախ, որովհետեւ ստացվի ինչքան փաստերով ենք խոսում, մի քանի անուններ տանք։ Եթե չեմ սխալվում հաստատ հիշում եմ, տեսել եմ այդ եթերը, ձեզ մոտ էր Լևոն Արոնյանը։ Այո։ Խոսեց շախմատի խնդիրներից։ Խոսեց։ Փաստենք դժվար թե գտնենք շատ մարդկանց, ովքեր Լևոնից շատ հասկանում է շախմատի խնդիրները։ Իշքան էլ ես տիրապետում եմ, հաստատ Լևոնի չափ շախմատի խնդիրներին չեմ տիրապետում։ Ունենք ծանրամարտի մասին այս գործընթացները, այստեղ էր Փաշիկ Ալավերդյանը, խոսեց խնդիրների մասին։ Առաջատար մարզաձևերի մասին ենք խոսում։ Ծանրամարտ, շախմատ, հիմա ես ըմբշամարտից կխոսեմ, ֆուտբոլը թվերը խոսում են, կարող ենք նույնիսկ չխոսենք, վստահ եմ Հենրիխը մանրամասն կարող է ասել կամ այլ մեր առաջատար ֆուտբոլիստներից ովքեր կցանկանան բացել փակագծեր, բայց մենք ունենք թվեր ֆուտբոլում։ Ուղղակի իմ կարծիքով պետք չէր երկար խոսել, պետք էր միանգամից հրաժարական տալ։ Նման արդյունքներ գրանցող ֆեդերացիան իր ամբողջ կազմով պետք է միանգամից հրաժարական տար։ Հիմա վերադառնանք ըմբշամարտին եւ մեդալներին։ Մեդալները չի կարող Հայաստանի պես երկրում մեդալներ չլինեն։ Մեդալները միշտ լինելու է, ինչի։ Սերունդը մոտիվացված է, պայքարող է, կռվող է, կա ֆանատիզմ հասկացողությունը եւ մարզիչների եւ մարզիկների մոտ, սա միայն ըմբշամարտին չի վերաբերում։ Սա բոլոր մարզաձևերին։ Բոլոր ոլորտներում կան այդպիսի մարդիկ։ Ինչպես կարելի է բացատրել օրինակ ջրացատկում մեդալ, երբ դու ամբողջ Հայաստանում ունես 1-2 նման հարմարությամբ լողավազան։ Այն էլ չի համապատասխանում։ Չի համապատասխանում միջազգային ստանդարտներին։ Այնտեղ որտեղ այդ տղաները պատրաստում են իրենց ակրոբատիկան, գիմնաստիկան, ճկունությունը եւ այլ բաներ, չի համապատասխանում ոչ մի ստանդարտի։ Միայն կարելի է դա բացատրել մարզիկի ֆանատիզմով, ոչ թե պետության դրած ջանքերով։ Այս քաղաքական թիմը, որ այդ մեդալները ցույց է տալիս։ Այսպես լիքը օրինակներ կարող եմ բերեմ։ Հեծանվա սպորտ է։ Հիշում եք մեր Էդգար Ստեփանյան Էդգարը։ Իր տարիքին համապատասխան ուներ լավագույն արդյունքները։ Ուր է Էդգարը։ Նույնիսկ չեն հետաքրքրում ուր է Էդգարը։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կաուց մի քանի տարի։ Կարող էր, չէ, այդ մնալ եւ շարունակել լոկոմոտիվը այդ մարզաձևի առաջ տանելու։ Եթե խոսենք նրա հետ, եթե parzենք ովքեր էին նրան օգնում, ինչքան օգնեցին, ինչպես հասավ այդ մակարդակին, դրանից հետո արդեն պետք է կամ պետությունը անի, կամ առանձին անհատներ։ Հովանավորներ, հա, որովհետև դրանից հետո եթե մուլտիմիլիոներ չես, անհնար է միայնակ։ Մրցումներին անդրադառնանք։ Զուտ ժամանակի սղության պատճառով այսպիսի օրինակներ շատ կարող եմ բերեմ, հա։ Մրցումները տարբեր մրցումներ են, չէ՞, այդտեղ կազմակերպվում։ Եվրոպայի առաջնություններ հիմնականում։ Եվրոպայի երիտասարդների աշխարհի առաջնություններ են կազմակերպվում, սամբոյի, մարզաձևերի աշխարհի առաջնություններ են կազմակերպվում, որոնք օլիմպիական չեն, հսկայական գումարներ է ծախսվում։ Իդեպ թույլտվեք մի քանի պատրաստված ես եկել։ Այդ ես նաև գաղտնիք չի, նաև իմ Facebook-յան էջին է ժամանակին։ Հիմա եկա, կարող եք մտնեք եւ տեսնենք մի քանի թվեր ուղակի ասեմ, որբիսի չթվա թե ներկապարանոց բաներ ենք, հայտարարություններ ենք անում, ըմբշամարտի թվերին միջազգային համաշխարհային ես տիրապետում եմ, որովհետև իմ ձեռքի տակով են այդ թղթերն ասում։ Ի վերջո բյուրոյի անդամ ես եւ նախագահ հանձնաժողովի։ Հիմա ըմբշամարտի Եվրոպայի վերջին 3 առաջնությունների վրա
այդ որ թվին որ գրել էի, համապատասխանում է ծանրամարտի Հայաստանում անցկացրածի հետ։ 2021, 22, 23 թվերի մասին է խոսքը։ Ծախսվել է 1 միլիոն եվրո, մեկական միլիոն եվրո ամեն տարի։ Այսինքն մեկ Եվրոպայի առաջնությունը ըմբշամարտի կազմակերպող կողմի վրա, երկրի վրա նստում է 1 միլիոն դոլար, եվրո։ Անցկացվել են համապատասխանաբար Լեհաստանում, Հունգարիայում, Խորվաթիայում։ Հաստատ կենսամակարդակը այնտեղ ավելի ցածր չի, քան Հայաստանում։ Միջին մակարդակի կնեն, թե ոչ բարձր։ Եթե ոչ բարձր, Հայաստանից որ հաստատ բարձր։ Այո։ Հիմա Եվրոպայի ըմբշամարտում ունենք 3 ոճ, որի ազատ, հունարոմեական եւ աղջիկներին, այսինքն ստացվեց 3 ոճ։ Մասնակիցների թիվը անհամեմատելի շատ է, քան ծանրամարտում։ Հիմա վերադառնում ենք, խնդրում եմ ուշադրություն ծանրամարտի թվերին։ Հայաստանում անցկացվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնություն, որտեղ պաշտոնապես, կրկնում եմ պաշտոնապես, սա բաց աղբյուրներում է դրված, ծախսվել է 3.1 միլիոն եվրո, 1 միլիոն եվրո ըմբշամարտի 3 ոճով մրցման վրա եվրոպական երկրում եւ 3.1 միլիոն եվրո Հայաստանում ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։ Դե թող հիմա խնդրում եմ մեր հանդիսատեսը, մեր հանրությունը, մեր հայրենակիցները փորձեն հասկանալ մի փոքրիկ վարություն անեն եւ հասկանան որն է մոտիվացիան այդ մրցումները կազմակերպելու։ Ինչի է այս քաղաքական թիմը որոշե այդպիսի հաճախականությամբ մրցումներ անցկացնել եւ շարունակությանը գնանք։ Գիտեք ինչ է նմանվում, երբ վարկով հարսանիք են անում, տոկոսով գումար են վերցնում, հարսանիք են անում, այն ակնկալիքով, որ նվերների տեսքով գումարը հետ կբերեն, կազմակերպիչն է մրցումների հարսանիքի մի որոշ գումար, կլորի գումար մի կողմ է դնում եւ հետո հարսանիքից հետո տեսնում են, որ թվերը չստացվեց, ակնկալիքը չիրականացավ, նվերների տեսքով էլ չստացան եւ ընդամենը 1 ամիս հետո զույգը բաժանվում է։ Կամ ամբողջ կյանքում այդ վարկերն է փակում։ Այո։ Վարկը պետք է շարունակես փակել, տարբերակ չկա։ Բաժանվեց թե չէ, պետք է վարկը փակես։ Ինչի էսպիսի օրինակ բերեցի։ Ով է հաշվարկ արել։ Եղել են նման հաշվարկներ, ես ինքս չեմ տեսել, եթե դուք տեսել եք լինելով ոլորտի մարդ, խնդրում եմ ասեք։ Իշքան օգուտ բերեց այդ 3.1 միլիոն դոլարը ծախսած Հայաստանի սպորտի զարգացմանը, կոնկրետ ծանրամարտի զարգացմանը, քանի մարզադահլիճ կարելի էր կառուցել այդ նույն գումարով, քանի նոր չեմպիոններ կարելի էր տալ, քանի նոր մարզիչներ կարելի էր պատրաստել, իշքանով տարածվեց Հայաստանով մեկ ծանրամարտը ավելի, քան կար, իշքան ավելացավ մարզիկների թիվը ծանրամարտով զբաղվող, ինչ հնարավորություններ տվեց երկրին այդ 3.1 միլիոն դոլարը ծախսած եւ իշքանով էր դա հիմնավոր։ Կարելի էր արդյոք 1 միլիոնով անել, ինչպես ըմբշամարտներ անում, թե պարտադիր էր 3.1-ով։ Երբ օրինակ, իդեպ ֆիքսված է, կարող եք ստուգել, բոլոր ժամանակների ամենաթանկարժեք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն։ Իրենք էլ են նշում։ Եվ կարելի էր այդ գումարները ուղղակի ուղիղ ներդնել ծանրամարտի զարգացման վրա։ Խնդրեմ, կամ այլ մարզաձևերի, բայց ոլորտում պայել։ Այս այն հարցի պատասխանն էր, սրա մասին է կարող ենք շատ երկար խոսել։ Այն հարցի պատասխանն էր, թե ինչի են այդքան ոգևորված մրցումներ բերում, կամ ո՞նց են այդ ընդրությունը կատարում մրցումների։ Որ մրցումն է պետք Հայաստանին։ Դու պատրաստում ես այդ մրցումը Հայաստանում այդ մարզաձևը Հայաստանում զարգացնես, թե ուղղակի անցկացնում ես անցկացնելու համար։ Ըմբշամարտ չեն ուզում անցկացնեն, դու տեղյակ կլինես։ Ըմբշամարտը հերոսություն արեցին ճակերտավոր, ֆրանկոֆոնիայի խաղերից հանեցին։ Ու ամբողջ ըմբշամարտի աշխարհը տարակուսած է, զարմացած, այդ ու մենք, հայերս, մեր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, թե ինչպես կարող էր Հայաստան պետությունը ընդունի ֆրանկոֆոնիան խաղեր եւ խաղերի կազմից հանի թիվ 1 մարզաձևը, որտեղ պատմականորեն կա ամենամեծ թվով մեդալները, հերիք չէ, մի հատ էլ երաշխավորված, կրկնում եմ երաշխավորված, այդտեղ ունենալու ենք բազմաթիվ մեդալներ, ինչ եմ ասում, երաշխավորված հաշվի առնելով կազմերը եւ մասնակից երկրների ցանկը, այդտեղ Հայաստանի հավաքականը առաջատար դիրքերում է։ Եվ անհնար էր, որ Հայաստանը այդտեղ շատ մեդալներ չնվաճեր։ Ինչի։ Ֆրանսիայից են կապնվում, Կանադայից են կապնվում։ Հարց է, նաև քաղաքական մակարդակով, դեսպաններ, քաղաքական գործիչներ, պատգամավոր սենատորներ, հա, հարց են տալիս, ինչի է քո երկիրը հանը։ Եվ ինչպես ես պատասխանում, քաղաքական պատասխան թե սպորտային։ Դե ինչքան գիտեմ, կազմկոմիտեի ղեկավարը, ով նաև աշխատակազմի ղեկավարն է, արդեն նաև բացատրել է,
իրենք այդպես են ընտրությունը կատարել, իրենց մոտ տրամաբանություն պետք չի ակնկալել, համեր են ըմբշամարտը, տեղը իրենց նախասիրությամբ արդեն չեմ հիշում ինչ մարզաձևեր են մտցրել, իդեպ, որբիսի նաև թույլ չտանք, որ հետագայում զանազան այսպես լղոզող պատասխաններ հնչի էսի մեղադրանքին, ցանկացած ընդունող հրավիրող կողմ, տվյալ դեպքում Հայաստանն է, կազմկոմիտեի, հա, ղեկավարությունը իրանցն է, Հայաստանն է։ Իրավունք ունի ոչ միայն պահել նույն մարզաձևերի կազմը, ինչ որ կար նախորդին, այլ իրավունք ունի ինքը ավելացնել։ Այսինքն ինչ է մտածել են մարտով ջնջել են ըմբշամարտը այդ մարզաձևերի կազմից։ Միայն իրան կարող են պատասխանել, այդ անձը կարող է պատասխանել։ Ով այսօր նաև Հայաստանի Հանրապետության դե ֆակտո վարչապետի աշխատակազմի ղեկավարն է։ Նաև Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն։ Թող պատասխանի, ինչպես եղավ, սա ըմբշամարտին պատասխան։ Այլ մրցումներ ըմբշամարտի հետ կապված կազմակերպել էին այստեղ կհիշեք ռազմական թե բանակայինների աշխարհի առաջնություն, որը չի պատկանում ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիային։ Մասնավոր կազմակերպության է պատկանում, դրա իրավունքները մերը չի։ Մենք չգիտենք ինչպես է Հայաստանը որոշել այդ մրցումները նախ հայտ ներկայացնի, որ ուզում է տեխնացու կանդիդատ երկիր դառնա եւ հետո էլ ընդունի։ Խնդրեմ, թող պատասխանեն։ Որն էր դրա օգեգեն։ Երբ որ կարելի է այդ նույն գումարով կազմակերպել Եվրոպայի առաջնություն, եթե հնարավորությունները կա աշխարհի առաջնություն, ինչի են կազմակերպում միջոցառումներ, որոնք միջազգային տվյալ դեպքում ըմբշամարտ են խոսում, միջազգային ֆեդերացիայի կալենդարում չեն, այսինքն նշանակում է հեղինակությունը շատ ցածր է, վարկանիշը շատ ցածր է այդ մրցումների, եւ երկրորդ, ինչի են հրաժարվում մրցումներից, որը մեծ հեղինակություն ունի, ֆրանկաֆոնյան խաղեր։ Դու Ֆրանսիայի հետ դաշնակից երկիր ես, Ֆրանսիան շահագրգռված է ըմբշամարտով, ունեն ավանդույթներ ըմբշամարտում։ Իդեպ մի քիչ եղվելով ժամանակից օլիմպիական խաղերը երբ սկսվեցին, առաջատար երկիրը Ֆրանսիան էր ըմբշամարտում։ Այդտեղից վերածնվեց ըմբշամարտը, այսօրվա ժամանակից ըմբշամարտ։ Ու նույնիսկ իրանք ունեն սպորտային գծով դեսպան։ Եկել էր Հայաստան։ Հանդիպում է ունեցել կառավարության անդամների հետ, բան, ես անձամբ ինքս առիթ չեմ ունեցել հետը զրուցելու այդ հանդիպումից հետո, բայց տեղեկացրել էին ինձ, որ գալու է Հայաստան։ Եվ ինչ է ստացվում, ոչ մի բան չի փոխվում դրանից հետո։ Եվ Արսեն, քանի որ միջազգային կառույցներում ես, ինչպես ես համագործակցում մեր ըմբշամարտի ֆեդերացիայի հետ եւ ինչպես ես փորձում օգտակար լինել։ Շատ լավ, շատ կառուցողական, ինչպես եւ մնացած աշխարհի բոլոր 189 աֆիլիացված ֆեդերացիաների հետ, բնականաբար սա իմ ազգային ֆեդերացիան է, նաեւ կա այդ անձնական կապերը, անձնական միասին անցած ճանապարհը, հա, միշտ իրենց ասել եմ, իրենք տեղյակ են ցանկացած հարցով, ինչը բնականաբար օրենքի շրջանակներում է, հա, եթե կարող եմ օգտակար լինեմ, խնդրեմ, ազատեք, դիմեք եւ ես ջանք ու երան չեմ խնայի հարցին դրական լուծում տալու, տարբեր ծրագրեր կան, որոշները նախատեսված են մայրցամաքների համար, որոշները ամբողջ աշխարհի համար, ինչպես եւ բոլոր ֆեդերացիաները, այդպես էլ Հայաստանինը ազատ է դիմելու, օգտվելու, որին համապատասխանում են չափանիշներով, հա։ Հիմա նաեւ իմ գործի բնույթով ամբողջ աշխարհում այսպես ճանապարհորդում եմ, դասախոսություններ եմ կարդում, մաստեր-կլասներ եմ անցկացնում, թե տեսական, թե պրակտիկ։ Բառացիորեն մի քանի շաբաթ հետո մեկնելու եմ երևի թե իմ ուղևորության եւ ամենաեքզոտիկ եւ ամենահեռու տեղը Ֆիջի, Սամոա, որտեղ պարզվում է ըմբշամարտ կա, ինքս իրոք չգիտեի եւ ընդունեցի հրավերը նրա համար, որ տեսնեմ թե ինչ վիճակում է այնտեղի ըմբշամարտը։ Գիտեմ, որ թույլ մակարդակի է, դա չի խոսքը, բայց հետաքրքիր կլինի տեսնել, թե աշխարհի ծայրում խորհուրդ կտամ բացեն քարտեզի վրա տեսնեն, որովհետեւ ես ներով գերազանցիկ աշխարհագրությունից գիտեի, որ նման պետություն կա, բայց չգիտեի, թե իշքան հեռու է Ավստրալիայից, մեկուսացած դրիվ օվկիանոսների մեջ։ Ֆիջին հայտնի է տուրիստական որպես, բայց Սամոան այդքան էլ չէ։ Ու այդպես տարեկան գրեթե առնվազն 6-7 երկիր այդ նպատակով եմ մեկնում եւ բազմաթիվ այլ երկրներ արդեն
բյուրոյի անդամ որպես հիմա նաև Պանամայում կլինեմ U-17-ների Պանամերիկայի առաջնության մրցումների դելեգատը, այսինքն գլխավոր անձը մրցումների տեխնիկական դելեգատ է կոչվում, պետք է հետևեմ, որ ամեն ինչ գերազանց անցնի եւ այդպես։ Մենք ցավոք սրտի միջազգային ֆեդերացիաներում միշտ քիչ ներկայացուցիչներ ենք ունենում, քո միջազգային ֆեդերացիայում քո լինելը որքանով է օգնում Հայաստանին, դու օգնում ես ճիշտ է մերոնց, բայց հաստատ առաջինն ես իմանում, զանգում ասում ես sense բաներ կան։ Տեսեք, ինչ ես անում, որ մենք Հայաստանում ավելի լավ իմանանք, այսօր շատ արագ է զարգանում սպորտը, այդ թվում եւ ըմբշամարտ արագ իմանանք։ Տեսեք, միշտ բաց եմ եւ մարզիկների եւ մարզիչների եւ օֆիցիալների, ներկայացուցիչների համար ուղղակի ֆիզիկապես ես չեմ հասցնի այդպես բոլորին առանձին, ինչ որ բաների մասին տեղեկացնեմ։ Իհարկե կան խումբ, Եվրոպայի խումբ, Ամերիկայի, Աֆրիկայի, այսպես չաթեր կոչվածը, որտեղ կարևոր ինֆորմացիաները միանգամից դնում եմ, բնականաբար բոլոր ազգային ֆեդերացիաները ստանում են միանգամից պաշտոնական մակարդակում նորությունները, ես փորձում եմ ավելի մարզիկներին հասցնել դա, որովհետև ցավոք սրտի աշխարհի շատ երկրներում ֆեդերացիայի եւ մարզիկների միջև կապը բավականին կտրված է, դա մեծ խնդիր է, միայն մի քանի երկրում չի, հակառակ շատ երկրներում են, եւ շատ ավելի արդյունավետ կլինի, եթե իրենց ուզող հարցերով իրենք դիմեն, որովհետև ես այդքանին ուղղակի ֆիզիկապես չեմ հասցնի, որը ինչ խնդիր ունի, ինչի մասին է մտածում, կան շատ պրոակտիվ եւ մարզիկներ եւ մարզիչներ եւ պաշտոնական ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, որոնք եթե ոչ 2 շաբաթը 1, 3 շաբաթը 1 կարող են նամակ գրեն, հարցրեն ինչպես է եւ փորձեն ճշտել թե ինչ զարգացումներ կան։ Իսկ զարգացումները անընդհատ են։ Կոնկրետ Հայաստանի մասով ամբողջ աշխարհում գիտեն, որ ես հայ եմ։ Դրանով արդեն դու ապահովում ես այդ իմիջը եւ թույլ չես տա ինքնաբերաբար, դա բնական է տեղի ունենում։ Թույլ չի տրվի, հնարավոր չի լինի մի իրավիճակ, որ հանգարց Հայաստանի հավաքականի հանդեպ անաշտար վերաբերմունք լինի։ Նույնիսկ ինձ դրա համար պետք չի խոսալ։ Իմ ֆիզիկական ներկայացությունը այնտեղ բավարար է, որովհետև գիտեմ, որ Արսեն Ջուֆալակյանը Հայաստանից է։ Այդ առումով բնականաբար շատ արդյունավետ է, շատ եւ առհասարակ բոլոր ոլորտներում եթե ունենք նման մակարդակում, նման մարդիկ, ովքեր իրենց տեղում են, որտեղ երբեմն լինում են կա, բայց տեղում չի։ Գործը տասնապատիկ ավելի հեշտ եւ արդյունավետ է գնում։ Հաճախ թերագնահատվում է անձերի նշանակությունը, ես ձեզ վստահեցնում եմ, դա այդպես չէ։ Անձերը շատ որոշիչ են եւ իմ մի բազմաթիվ անհամաձայնություններից մեկն էլ այսօրվա քաղաքական գծի հենց դա է, որ տեսեք ամենատարբեր ոլորտներում Հայաստանը անձերի մակարդակով ովքեր են ներկայացնում։ Նման իրավիճակում անհնար է հաջողություն գրանցել։ Դու չես կարող, օրինակ, ինչ որ մի վատ մեքենայով փորձել 1000 կիլոմետրանոց ճանապարհ անցնել։ Չի նախատեսված դա դրա համար։ Հեծանիվով չես կարող թռչել։ Հեծանիվով կարող ես հեծանիվ վարել։ Հիմա երբ որ դու ունես հեծանիվ, բայց ուզում ես թռչել, ինքնաթիռ է դրա համար պետք։ Կաղիշով քարվան եք մտել էլի։ Եվ ամփոփելով Արսեն, դու սկզբում ասացիր, որ պատերազմից եւ վերջնական այսպես հայաթափումից հետո դու չէիր գտնում այդ ապրելու, ընդհանրապես մարզվելու մոտիվացիան։ Հիմա դու Հայաստանում ես, ի՞նչն է քեզ մոտիվացնելու, ի՞նչն է քեզ կրկին վերադարձնելու կյանք, կամ միգուցե արդեն վերադարձրել է, որ դու շարունակես ըմբշամարտում եւ նաեւ Հայաստանում հայկական կյանքով ապրելու։ Հավանաբար այդ մասի վրա շատ կենտրոնանալով հարցը կիսատ պատասխանեցի, իրականում եւս 1 տարի մրցելու պատճառը հենց դա եղավ, որ վնասվածքից հետո ես չուզեցի վնասվածքով թողեի եւ այսպես ինչ որ տեղ նաեւ սպորտային առումով քեզ կոտրված զգաս, թեկուզ այդ տասնյակ մեդալները, որ նվաճված կան, այդ պատմությունը, որ կերտված է, դրա համար որոշեցի եւս շարունակել մարզումները եւ հաղթական ավարտ կետ դնել, ու դրանով նաեւ եւս շարունակեցի։ Միգուցե չեմ բացառում, բայց կարող է այս տարվա մեջ 1-2 ուղղակի պրոֆեսիոնալ մակարդակի
հանդիպումներ լինեն եւ նոր այսպես յուղոտ վերջակետ դնենք, դեռ կտեսնեմ ժամանակը ցույց կտա եւ իմ մարզավիճակը եւ եղած առաջարկները բանակցություններ ընթանում են։ Այդ ամեն ինչը օգնեց հաղթարել այդ հոգեբանական բարդությունները շատ։ Սպորտը եւ կրթությունը երևի այդ բացառիկ, նաեւ մշակույթը, արվեստը ունեն այդ բացառիկ հատկությունը, երբ դու խորությամբ մտնում ես, զբաղվում ես այդ ոլորտներով, չես կարող շեղվել այլ բաների վրա։ Ինչ-որ առումով դա փախուստ էր, հա, իրականությունից։ Հիմա հասկանում եմ, որ երևի էլի հասունացման հետ է կապված եւ նաեւ երբ պայքարում ես, ինչ որ մի փուլ է գալիս, որ հասկանում ես բաներ կա ուղղակի քեզանից վեր է։ Մենակով չի լինում անել։ Չեմ ասում հանձնվել, երբեք պետք չի հանձնվել, բայց պետք է ավելի իրատես մոտենալ իրավիճակին եւ այն ինչ որ իմ ուժերի սահմանում է ինքնուրույն անեմ։ Այն ինչ որ մի խմբով անենք։ Եթե մի բանը ազգի մակարդակով է, կամ պետք է փորձենք ազգովի անել, կամ դու քեզ պետք է ուղղակի անիմաստ նահատակ չդարձնես։ Այդպեսին է պատասխանը ձեր հարցին, թե ինչպես եմ կարողանում այս վիճակում, որ մեծ հաշվով բան չի փոխվել, չնայած այդ հեքիաթներին ինչ որ պատմվում է, այս վիճակում գտնել մոտիվացիա եւ շարունակել գործունեությունս։ Եվ իմ աշխատանքն է ինձ հիմա շատ մոտիվացնում, եւ ընտանիքս եւ շրջապատս եւ այն մարդիկ, ովքեր ի հեճուկս այս բազմաթիվ փորձությունների պայեցին իրենց մարդ դեմքը, իրենց սկզբունքները, իրենց բարոյականությունը, իրենց կարմիր գծերը եւ չդավաճանեցին, չհանձնվան, չանցան բոլոր առումներով թշնամու կողմը։ Այդ ամեն ինչը մոտիվացնում է։ Բարդ է, բայց պետք է պայքարենք։ Այո, գոնե անենք այն ամենը, ինչ կարող ենք եւ անենք լավագույնս, ու դա մեր պայքարի տեսակը։ Դա լավագույն բանաձևն է։ Քո մասով փորձիր մաքսիմալ արդյունք գրանցել, մնացածը արդեն կողքից ավելի բարձր ուժեր ցույց կտան, ընթացքը ուր կտանի։ Արսեն, շատ շնորհակալ ենք։ Մենք գիտեինք, որ այս մի զրույցը չի բավարարելու բոլոր թեմաները քննարկել։ Նորից կվերադառնանք, նորից կհանդիպենք։ Անպայման։ Երբ որ էլի հաղթանակներ տանես։ Սիրով, շնորհակալ եմ։ Շատ հագեցած, շատ հաճելի ու լավ զրույց ունեցանք, համոզված ենք դուք եք վայելելու այս ընթացքը եւ Աստված տա այն խնդիրները, որոնց մասին այսօր Արսենը բարձրաձայնեց, մի օր Հայաստանում լուծվեն կամ գնան դեպի լուծման ճանապարհ։ Կհանդիպենք։